1991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Ռուսաստանի արտգործնախարարի աշխատանքային այցը տեղի ունեցավ բավականին լարված ժամանակահատվածում, երբ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարեց, որ իրենք իհարկե կփորձեն կանխել, բայց հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության վերսկսման հավանականություն այնուամենայնիվ կա։ Դրան զուգահեռ նույն Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները հայտարարեցին, որ Իսրայելը կարծես թե պատրաստվում է հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, իսկ եթե այդտեղ լայնամասշտաբ պատերազմ սկսվի, դա հասկանալի է կանդրադառնա նաև ուղղակիորեն կանդրադառնա մեր տարածաշրջանի եւ Հայաստանի վրա։ Եվ ահա այս իրավիճակում, երբ Իրանը նույնպես ակտիվ կոնտակտների մեջ է մտնում Հայաստանի հետ, հայտարարում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը շարունակում է մնալ իրենց համար կարմիր գիծ, իրենք թույլ չեն տա, որ այդ տարածքային ամբողջականությունը խախտվի եւ իմիջիայլոց միաժամանակ Հադրութում համատեղ զորավարժություններ են անում Ադրբեջանի հետ։ Ահա այդ իրավիճակում Ռուսաստանի արտգործնախարարը Երևանում հայտարարեց, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը, անվտանգությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Իհարկե նախապես հայտնի տեքստերը ասելով, որ Ռուսաստանի նկատմամբ որևէ մեղադրանք լինել չի կարող, Ռուսաստանը մեղավոր չէ Արցախի կորստի եւ Հայաստանի այսօրվա վիճակի համար եւ այլն, բայց հիմնական ասելիքը ահա սա էր։ Հիմա պիտի հասկանալ, թե ինչ է ուզում ի վերջո Ռուսաստանը մեզանից, ինչ ակնկալիքներ ունի եւ ինչ ակնկալիքներ ունեն Հայաստանի իշխանությունները Ռուսաստանից։ Դե սրանից է կախված հասկանանք այդ այցը ի վերջո հաջող էր, թե հաջող չէր, արտաքնապես բավականին լարված մթնոլորտում անցավ, բայց ամեն դեպքում բուն բովանդակությունը հասկանալի է այդպես փակ դռների հետևում էլ դեռ որոշ ժամանակ կմնա։ Ինչևէ, ինչ է ուզում Ռուսաստանը, մեզանից ինչ ակնկալիքներ ունի, երբ նրանք ասում են, որ պատրաստ են պաշտպանել Հայաստանի անվտանգությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, բնականաբար դա իրենք անելու են, եթե անեն բոլորովին էլ ոչ մեր գեղեցիկ աչքերի համար։ Նրանց ակնկալիքը Հայաստանից, եթե փորձենք մի նախադասությամբ ասել, սա է, որ նրանք ցանկանում են վերահսկել Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Այդ թվում նաև բնականաբար բոլոր կոմունիկացիաները, տարանցիկ կոմունիկացիաները, որտեղ դրանք այսօրվա դրությամբ չեն գործում, բայց վաղը մյուս օր եթե գործեն, քանի որ տարանցիկ են, ապա դա լինելու է արտաքին քաղաքական խնդիր։ Ուրեմն ցանկանում են վերահսկել դա, ցանկանում են, որ Հայաստանը միջազգային տարբերություններում, այդ թվում ՄԱԿ-ում եւ այլ կառույցներում Ռուսաստանի հետ համագործակցաբար աշխատի, միասնական դիրքորոշում եւ այլն եւ պատահական չէ, որ Ռուսաստանի իշխանությունները տարբեր մակարդակներում միշտ ուղղակիորեն մեղադրում են Հայաստանին, որ իրենք մամուլից են իմացել, իբր մամուլից են իմացել Պրահայում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին։ Լավ, Ռուսաստանի ուզածը հասկանալ է, իսկ ինչ են ակնկալում Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը։ Նա պարզապես ուզում է, որ Հայաստանին հանգիստ թողնեն, առաջին հերթին Ռուսաստանը Հայաստանին հանգիստ թողնի եւ մենք կարողանանք մեր հարաբերությունները կարգավորել մեր հարևանների հետ։ Որովհետեւ Նիկոլ Փաշինյանի վերջին բազմաթիվ ելույթները այն մասին էին, որ իրականում Ռուսաստանի ուզածը այն է, որ մենք ինքնիշխան պետականություն չունենանք, անկախություն չունենանք, նրանց բոլոր գործունեությունը, հիմնական գործունեությունը հենց դրան էր ուղղված, այսինքն սա է Հայաստանի այսօրվա իշխանությունների ակնկալիքը Ռուսաստանից եւ ընդհանրապես։ Հիմա պետք է հասկանալ, թե որքանով է իրատեսական, որ Ռուսաստանը կհասնի իր նպատակներին եւ որքանով է իրատեսական, որ Հայաստանը կհասնի իր նպատակներին։ Սկսենք Հայաստանից։ Այն որ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ վերջապես Հայաստանին հանգիստ կթողնեն, առաջին հերթին Ռուսաստանը, եւ մենք կկարողանանք հարաբերությունները կարգավորել մեր անմիջական հարևանների հետ, սա ակնհայտորեն չի ստացվում, որովհետեւ այո, նրան թվում էր, թե
Արցախը մենք կհանձնենք Ադրբեջանին, այդ հարցը կվերանա եւ մեզ հանգիստ կթողնեն։ Պարզվեց, որ դա այդպես չէ, հետո պահանջները ավելացան, հիմա արդեն պահանջում են ընդհանուր մինչև սահմանադրության փոփոխություն, զինանշանի փոփոխություն, բանակի նկատմամբ վերահսկողություն, բառացիորեն նախորդին Ադրբեջանը հայտարարեց նաև, որ Հայաստանը պիտի շատ հստակ ասի, թե երբ է պատրաստվում ընդունել 300,000 ադրբեջանցի փախստականներին, այսպես կոչված Արևմտյան Հայաստան, եւ անվտանգության ինչ երաշխիքներ, ինչ մեխանիզմներ պիտի տրամադրի։ Հետագայում հասկանալի է, որ բարձրացնելու են նաև ռեպարացիաների հարցը, ահռելի փոխհատուցումների հարցը, պահանջելու են դրա դիմաց, չգիտեմ, գուցե հանքավայրերի շահագործման իրավունք եւ այլն, այսինքն մեզ հանգիստ չեն թողնելու։ Սա արդեն ակնհայտ է։ Ընդ որում այդ հանգիստ չթողնողը միայն Ռուսաստանը չի, տվյալ դեպքում առաջին հերթին Ադրբեջանն է։ Այսինքն այս առումով իսկ կարող է արդյոք Ռուսաստանը հասնել իր նպատակներին, այսինքն Հայաստանը վերադարձնել իր ազդեցության տակ, անմիջապես իր ենթակայության տակ։ Այստեղ սրա հավանականությունը ավելի մեծ է եւ այստեղ Ռուսաստանը ունի մի քանի կարևոր խաղաթղթեր։ Առաջին ակնհայտ այն է, որ Հայաստանի այսպես շեղումը դեպի արևմուտք բարձվեց փուչիկ է, որովհետեւ այնտեղ այդպիսի ցանկություն պարզապես չկա, հնարավորություններ էլ չկան։ Սա Հայաստանից գուցե Հայաստանից անկախ պատճառներով, որովհետև դե Միացյալ Նահանգների վարչակազմը փոխվեց, Թրամփի վարչակազմը բոլորովին այլ մոտեցումներ ունի, նրանք ամեն ինչ ընկալում են գործարքի տրամաբանության մեջ, գնահատում են ուժը եւ բոլոր այլ թվացial արժեքները պարզապես մի կողմ են դնում, ի վերջո չմոռանանք, որ 44-օրյա պատերազմը հենց Թրամփի օրոք է սկսվել։ Սա առաջին, այսինքն այդ փուչիկը այլևս չկա, պայթեց։ Թվացial են պատրանքը, թե Հայաստանը ընտրություն ունի Արևմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, պարզապես չկա այդպիսի ընտրություն, որտեղ դրանցից մեկը պարզապես միֆ է։ Սա առաջինը։ Երկրորդը, որ Ռուսաստանի ձեռքին կարևոր հաղթաթուղթ է իր ծրագրերի իրականացնելու համար, այն է, որ Հայաստանի այսօրվա թիվ 1 պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը չափազանց իշխանասեր է, կարճած է աթոռից եւ պատրաստ է ամեն ինչ անել իր իշխանությունը պահպանելու համար։ Իսկ սա նշանակում է, որ հենց որ նա վտանգ զգա, որ կարող է կորցնել իշխանությունը, հանուն դրա, հանուն այդ վտանգը չեզոքացնելու ցանկացած քայլի կդիմի։ Այսօր Հայաստանում շատ ակտիվ է, չասենք ռուսամետ նույնիսկ, ռուսական ընդդիմությունը, Ռոբերտ Քոչարյանը փաստացի ոչ այնքան ռուսամետ, որքան մաքուր ռուսական գործիչ է, նա ունի հսկայական ռեսուրսներ, ֆինանսական, մարդկային, մեդիա ռեսուրսներ ունի, եւ եթե Ռուսաստանը աջակցի նրան ուղղակիորեն, ապա շատ ռեալ է սպառնալիքը, որ Նիկոլ Փաշինյանը կկորցնի իշխանությունը։ Եվ ահա Ռուսաստանի տրամաբանությամբ այս սպառնալիքները հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանը անմիջապես պիտի կերպարանա փոխվի, վազելով գնա Ռուսաստան, ընկնի Ռուսաստանի գիրկը, որպեսզի ցույց տա, որ ինքը ավելի ռուսամետ է, ավելի ռուսական է եւ չարժի որ աջակցեն իր պաշտոնանկությանը։ Սա շատ կարևոր, շատ էական գործոն է եւ փաստացի կյանքը ցույց է տալիս, որ աշխատում է։ Երրորդ գործոնը այն է, որ Ադրբեջանն է անընդհատ նորանոր սպառնալիքներ հնչեցնում Հայաստանի հասցեին եւ տարածքային հավակնություններ ներկայացնում։ Իհարկե Ադրբեջանի այդ դիրքորոշումը հասկանալի է այն իմաստով, որ Ալիևը ինքն իրեն, չգիտեմ, նոր զորավար ինչ-որ սուպերմեն է համարում եւ գտնում է, որ պետք է օգտվել այդ հաղթանակից եւ առավելագույնը կորզել։ Բայց սա պատճառներից միայն մեկն է։ Երկրորդ պատճառը այն է, որ փաստորեն 44-օրյա պատերազմի եւ Արցախը վերանվաճելու համար Ադրբեջանը պարտական է Ռուսաստանին եւ հիմա պիտի այդ պարտքը վերադարձնի։ Եվ այդ պարտքը ինչպես պիտի վերադարձնի, պիտի անընդհատ այդ սպառնալիքներ, նորանոր բացահայտ սպառնալիքներ հնչեցնի Հայաստանի հասցեին, որի արդյունքում Հայաստանում եւ իշխանությունները եւ հասարակությունը պիտի որպես այդ վտանգը կանխելու, չեզոքացնելու միակ միջոց, միակ ռեսուրս տեսնեն Ռուսաստանը եւ նետվեն Ռուսաստանի գիրկը։ Տեսեք, Թուրքիայի համար
Թիվ 1 խնդիրը մեր տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելը։ Եթե Ադրբեջանը աշխատեր միայն թուրքական դաշտում, ապա բնականաբար այդ տրամաբանությամբ պիտի Հայաստանի հետ հենց հիմա խաղաղության պայմանագիր ստորագրեր։ Հայտարարել, որ ոչ մի միջանցքի մասին խոսք լինել չի կարող, ինչ միջանց կա մի կողմ ենք թողնում, փախստականների հարցը մի կողմ ենք թողնում, խաղաղություն, միմյանց տարածքային ամբողջականություն ճանաչում ենք եւ վերջ։ Այդ դեպքում արդեն Ռուսաստանը մեր տարածաշրջանից իսկապես դուրս կմաղվեր։ Բայց քանի որ Ադրբեջանը պարտական է Ռուսաստանին, խաղում է Ռուսաստանի դաշտում, այսինքն Հայաստանի նկատմամբ այդ սպառնալիքները այդպես անընդհատ հնչեցնելով օգնում է, որ Հայաստանը նետվի Ռուսաստանի գիրկը, նորից անցնի Ռուսաստանի լիակատար վերահսկողության տակ։ Ասված իհարկե չի նշանակում, թե Ռոբերտ Քոչարյանը եւ Ալիևը սինխրոն աշխատում են իրար հետ, ոչ, դա նշանակում է նրանք երկուսն էլ սինխրոն աշխատում են Ռուսաստանի հետ։ Բայց սա է իրավիճակը։ Հիմա այս իրավիճակում ինչ պիտի անի Հայաստանը, ինչ պիտի անենք մենք, ինչ պիտի անի Հայաստանի հասարակությունը, ինչ պիտի անի մեր պետությունը։ Տրամաբանական կլիներ իհարկե ասել որ դե հա, պիտի համախմբվենք իշխանությունների շուրջ, բայց եթե մենք ունենայինք նորմալ իշխանություններ, որոնց իսկապես կհետաքրքրեր Հայաստանի պետական շահը։ Ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանին առանձնապես Հայաստանի պետական շահը չի հետաքրքրում։ Նրան հետաքրքրում է իր իշխանությունը, նրան հետաքրքրում է, որ ինքը կարողանա, չգիտեմ, անվտանգ, շատ կոմֆորտ վիճակում հեծանիվ քշել, խոսխանձել եւ որ իրեն անպայման ասեն մեծարգո։ Դրա համար էլ նա պատրաստ է հերթով տրորել բոլոր կարմիր գծերը, վաղը պետք լինի վազել Մոսկվա նորից, հաջորդ օրը պետք լինի վազել Բրյուսել կամ Վաշինգտոն, այսինքն տեսեք այն իրավիճակը, այն որ Հայաստանը ձգտում է, որ իրեն հանգիստ թողնեն կարգավորի հարաբերությունները հարևանների հետ, այդպիսի հնարավորություն Հայաստանը ուներ 1997-98 թվականներին։ Ինչու ուներ, որովհետև այդ թվարկածս գործոններից մի քանիսը չկային։ Օրինակ Ադրբեջանը այդ սպառնալիքը չկար, Ադրբեջանը դեռևս ուշքի չէր եկել իր պարտությունից, որպես պետություն դեռևս չէր կարողանում կայանալ, այդ նավթադոլարները դեռևս չէին հոսում դեպի այնտեղ, այսինքն ադրբեջանական սպառնալիքը որպես գործոն չկար այն ժամանակ։ Հայաստանում կար նորմալ պետական շահերով առաջնորդվող իշխանություն, այն որ հիմա չկա։ Արևմուտքը Թուրքիան այն ժամանակ այն ազդեցությունը եւ կշիռը չուներ տարածաշրջանում, որը ունի հիմա։ Այսինքն այդ գործոններից մի քանիսը չկային։ Բայց կար միայն մի գործոն, այդ ռուսամետ ռուսական ընդդիմությունը, այն ժամանակ ընդդիմություն չէր, այլ իշխանական թեւի դեռ նույն Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, որի միջոցով էլ Հայաստանը չկարողացավ այդ խնդիրը լուծել եւ տևական ժամանակով քայլ առ քայլ կամաց նորից մտավ ռուսական ազդեցության տակ, բայց այն ժամանակ իրավիճակը ել եմ ասում շատ ավելի լավ էր, որովհետև Ադրբեջանը դեռևս այդ հզոր չէր, ադրբեջանական սպառնալիք չկար եւ Հայաստանը ուներ նորմալ պետականամետ Հայաստանակենտրոն իշխանություններ։ Այս հիմա իրավիճակը շատ ավելի ծանր է, որտեղ Հայաստանը շատ ավելի թույլ է, Ադրբեջանը ավելի հզոր է, ունենք այսպիսի իշխանություններ, որոնց համար կարևոր է իրենց իշխանությունը պահպանելն է, ունենք ռուսական ընդդիմություն, բավականին հզոր ազդեցիկ լծակներով, եւ հիմա դա ավելի բարդ է լինելու, շատ բարդ։ Եթե բարդ չլինել, վաղուց էին կարել։ Պարզապես նույնիսկ ամենաբարդ խնդրի լուծման առաջին քայլը խնդիրը ճիշտ ձևակերպելն է։ Հիմա մեր խնդիրը դա է, որ այդպես պիտի անենք, որովհետև տեսեք, մենք արևմուտքի փուչիկ լինելը չենք կարող փոխել։ Մենք ռուս-ադրբեջանական այդ հարաբերությունները փոխել չենք կարող, այդ սպառնալիքի արկայությունը փոխել չենք կարող։ Միակ բանը, որ փոխել կարող ենք, միակ գործոնը, այն է ունենալ նորմալ Հայաստանակենտրոն պետական մտածողությամբ իշխանություններ։ Միայն դա է, որ մենք կարող ենք փոխել։ Հետևաբար մեր խնդիրն է ճիշտ ձևակերպել խնդրը եւ կատարել այն քայլը, որը այսօր կարող ենք անել։ Դրանից հետո արդեն հետագա քայլերը մեծ հավանականությամբ դրանց իրականացումը անհամեմատ ավելի հեշտ կլինի, քան հիմա։ Այսքանի մասին էի ուզում այսօր խոսել, այսքանը կհանդիպենք առայժմ։